Սիրելի հեռուստադիտողներ, խորհուրդ ծնողներին էջն է մեր եթերում։ Հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է բելգիական Ontex ընկերությունը իր Քամբեբե ապրանքանիշով։ Իդեպ Քամբեբեն արդեն ունի նորույթ։ Բնական վաղադիշներով մշակված Քամբեբե վարտիք տակդիրներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում։ Դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր, ձեր փոքրիկի համար ապահովելով հուսալի պաշտպանություն եւ երկարատև հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ Հաղորդման այս հատվածում խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, որը մտահոգում է գրեթե յուրաքանչյուր նորաթուխ մայրիկի։ Խոսենք այն մասին, թե ինչպես եւ երբ է անհրաժեշտ սկսել հավելյալ սնուցումը, եւ ինչու է կարևոր այդ փուլին մոտենալ ճիշտ եւ հավասարակշռված։ Այս ամենի մասին այսօր կզրուցենք Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Սերինե Մաթևոսյանի հետ։ Ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ուրախ ենք ձեզ տեսնելու մեր տաղավարում։ Եվ առաջին հարցը հետեւյալն է. վաղ մանկական հասակում հավելյալ սննդի տրամադրումը պետք է լինի ժամանակին։ Այն ինչպես է կողմնորոշվում, որն է այդ ճիշտ ժամանակը եւ ինչպես կողմնորոշվել, որպեսզի չուշացնել։ Հավելյալ սնուցման թեմային անդրադառնալիս օգտվելով առիթից ուզում եմ նշել, որ ներկայումս այդ թեմայով առկա են թարմացված տվյալներ, որոնք մշակվել են գաստրոենտերոլոգների, հեպատոլոգների եւ սննդաբանների Եվրոպական ասոցիացիայի կողմից եւ հենց այդ հանձնարարականների հիման վրա էլ այսօր կներկայացնեմ հավելյալ սնուցման հիմնական դրույթները։ Առաջին հերթին խոսենք ժամկետների մասին։ Հավելյալ սնուցումը սկսելու ժամկետը կախված է հենց երեխայից։ Պետք է հետևել մի քանի կարևոր նշաններին, որոնք մեզ կհուշեն, որ երեխան արդեն պատրաստ է հավելյալ սնուցմանը։ Այդ նշանները հետևյալներն են։ Առաջին հերթին պետք է նկատել, որ երեխայի մոտ լեզվով բերանից սնունդը արտամղելու ռեֆլեքսը գնալով պակասում է։ Երեխան ունի սննդի հանդեպ հետաքրքրություն։ Երեխան ձեռքերը տանում է դեպի բերանը։ Աջակցությամբ կարողանում է նստել, գլուխը եւ պարանոցը կարողանում է ինքնուրույն կառավարել։ Եվ այս պայմանների առկայության դեպքում հավելյալ սնուցման ամենավաղ ժամկետը ներկայումս համարվում է 17 շաբաթականը, իսկ ամենաուշ ժամկետը համարվում է 26 շաբաթականը։ Եվ իհարկե շատ կարևոր է չշտապել, քանի որ վաղ ու երեխայի պատրաստ չլինելու դեպքում հավելյալ սնուցումը ենթադրում է բազմաթիվ ռիսկեր եւ վտանգներ, օրինակ խեղդվելու վտանգը, մարսողական խանգարումների առաջացումը, ինչպես նաեւ ավելորդ կալորիականության ձևավորումը։ Եվ իհարկե շատ կարևոր է չուշացնելը, քանի որ ուշ սկսելու դեպքում երեխաները չեն ստանալու իրենց տարիքին համապատասխան սննդարար նյութերը, որը կարող է հանգեցնել հետագայում լուրջ եւ երկարաժամկետ հետևանքների։ Բժշկուհի, որ մթերքներից է խորհուրդ տրվում սկսել։ Հավելյալ սնուցումը ներկայումս խորհուրդ է տրվում սկսել երկաթ պարունակող սննդատեսակներից, ինչպիսիք են տավարի միսը, լոբազգիները, երկաթով հարստացված հացահատիկային շիլաները։ Ինչի երկաթով հարուստ սննդատեսակներից, քանի որ 4-ից 6 ամսականից սկսած երեխաների նորմալ աճի եւ գլխուեղի նորմալ զարգացման համար պահանջվում է բավարար քանակով սննդային երկաթ։ Իսկ համերի եւ մյուս սննդարար նյութերի օրգանիզմ ներմուծման համար պետք է արդեն առաջարկել սննդի բազմազանություն, մրգեր, բանջարեղեն, հացահատիկներ եւ այլն։ Եվ շատ կարեւոր է նաեւ հավելյալ սնուցման մատուցման ձևը տարիքին համապատասխան սննդաձևերով։ Պետք է սկսել համասեռ խյուսերի տեսքով, մեկ բաղադրիչ պարունակող, քիչ քանակություններով։ Այնուհետև, երբ որ երեխան արդեն նորմալ մարսում է եւ ընդունում է տվյալ սննդատեսակը, քանակություններն աստիճանաբար ավելացնել եւ սննդատեսակները դարձնել ավելի խիտ, իսկ հետագայում նաեւ առաջարկել ինքնուրույն սնվելու տարբերակները։ Մի փոքր խոսենք տարածված սխալների մասին, որոնք թույլ են տալիս ծնողները, երբ սկսում են անցում կատարել հավելյալ սննդի։ Որոնք են դրանք եւ ինչի կարող են հանգեցնել։ Ամենատարածված սխալը, որը մենք հաճախ հանդիպում ենք մեր պրակտիկայում, դա երեխային հարկադրաբար եւ ստիպողաբար կերակրելն է։ Ինչու է դա կարեւոր, որովհետեւ եթե երեխան կերակրվում է հարկադրաբար, ապա առաջանում է նրա մոտ բացասական ասոցիացիաներ սննդի կերակրման process-ի հետ կապված, որը հետագայում կարող է հանգեցնել լուրջ սննդային վարքի խանգարումների։ Մյուս սխալներից մեկը, որը կրկին բավականին հաճախ է հանդիպում, դա նույն սննդաձևով երկար ժամանակ երեխային կերակրելն է։ Օրինակ, երկար ժամանակ մայրիկները երեխաներին կերակրում են համասեռ հյուսերի, պյուրեների տեսքով, ինչը օրինակ 8 ամսականից սկսած արդեն անթույլատրելի է, քանի որ երեխաները պետք է արդեն սկսեն ինքնուրույն սնվելու հմտություններ ձևավորել, պետք է սնվեն արդեն փոքր կտորների տեսքով, որ կարողանան ձեռքով իրենք հեշտ բռնել, տանել դեպի բերանը, եւ դա նպաստում է նաեւ
անմիջապարատի եւ ճիշտ սննդային վարքի հետագա ձևավորմանը։ Այ մի փոքր նաև խոսենք այն մասին, թե ինչպես է պետք ներմուծել նոր սնունդը, որպեսզի հնարավորինս խուսափենք օրինակ ալերգիկ ռեակցիաներից կամ այլ մարսողական խնդիրներից։ Ալերգիկ ռեակցիաներից խուսափել իհարկե հնարավոր չէ, սակայն կարելի է նվազեցնել դրանց ռիսկը։ Ներկայումս խորհուրդ է տրվում ալերգեն համարվող մթերքները, ինչպիսիք են օրինակ ձուն, ձուկը, կաթնային շիլաները, գետնանուշը, հացահատիկները, երեխայի սննդակարգ պետք է ավելացնել հավելյալ սնուցման վաղ փուլերում, դրանով իսկ նվազեցվում է հետագայում ալերգիկ ռեակցիաների առաջացման ռիսկը։ Իսկ մարսողական խանգարումներից կամ աղիքային ինֆեկցիաներից խուսափելու համար պետք է ուղղակի պահել սննդի հիգիենայի պարզ կանոնները, լավ ջերմային մշակման ենթարկել սնունդը եւ երկարատև հոսող ջրի տակ լավ լվանալ սնունդը։ Այսպես բլից հարց կարող ենք նաև հնչել, բայց պատրաստի մանկական սնունդ թե տնային պայմաններում պատրաստված։ Իրական դա միանշանակ ճիշտ պատասխան չունի, դա կախված է տարբեր գործոններից, երկու տարբերակն էլ կարող է լինել նախընտրելի։ Իհարկե հնարավորության դեպքում նախապատվությունը պետք է տալ տանը պատրաստված սննդատեսակներին, քանի որ դրանք ավելի թարմ են, կոնսերվանտներ չեն պարունակում։ Իհարկե մյուս տարբերակը ընտրելու դեպքում ծնողներին նախատել, այսպես ասեմ, պետք չէ, հաշվի առնելով, որ նրանց զբաղվածությունից ելներով նրանք կարող են տան պայմաններում չհասցնել ուղղակի սնունդ պատրաստել։ Եվ վերջին հարցս, ինչպես երեխայի մոտ ձևավորել առողջ սննդային սովորություն։ Երեխայի առողջ սննդային սովորությունները ձևավորվում են հենց վաղ մանկական հասակից, այդ իսկ պատճառով շատ կարևոր է ստեղծել բոլոր նպաստավոր պայմանները դրա համար։ Ինչ կարող ենք մենք անել։ Առաջին հերթին երեխան վաղ հասակից պետք է ծանոթանա բոլոր համերին, որպեսզի հետագայում ոչ մի խնդիրներ չունենա։ Երկրորդը պետք է պարբերաբար կազմակերպել համատեղ ընտանեկան ճաշեր, ընթրիքներ, որպեսզի երեխան համատեղ ընտանիքի անդամների հետ մասնակցի ուտելու process-ին։ Շատ կարևոր է բացառել երկար ժամանակ, ինչքան որ հնարավոր է, աղի, շաքարի, քաղցր ըմպելիքների օգտագործումը, քանի որ երեխաները ունեն բնածին նախընտրություն այդ համերի նկատմամբ եւ դրանք առաջարկելու դեպքում երեխաները միանշանակ ընտրելու են հենց այդ սննդատեսակները։ Եվ իհարկե շատ կարևոր է, որ երեխայի համար սնունդը չլինի որպես պարգևատրման կամ պատժի առարկա։ Անչափ շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար բժշկուհի։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսօր խոսեցինք հավելյալ սննդի մասին։ Պարզեցինք, թե երբ է անհրաժեշտ կատարել անցում հավելյալ սննդին, ինչպես պետք է այս ամենը կատարել, որպեսզի այն լինի հնարավորինս հավասարակշռված։ Սիրելի ծնողներ, հիշեք, որ յուրաքանչյուր երեխա զարգանում է իր անհատական տեմպով, իսկ ճիշտ տեղեկացվածությունն ու մասնագիտական աջակցությունը կարող են օգնել մայրիկին ավելի վստահ անցնել այս կարևոր փուլը։ Հիշեցնեմ նաև, որ հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է բելգիական Ontex ընկերությունը իր Քամբեբե ապրանքանիշով։ Իդեպ Քամբեբեն արդեն ունի նորույթ բնական բաղադրիչներով մշակված Քամբեբե վարտիկ տակդիրներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում։ Դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր, ձեր փոքրիկի համար ապավելով հուսալի պաշտպանություն եւ երկարատև հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ Իսկ այժմ խոսքս փոխանցում եմ իմ գործընկերուհուն։